Ողջույն, ես վիրահատող գինեկոլոգ ուռուցքաբան Վազգեն Ռուբենի Մնացականյանն եմ։ Այսօր ցանկանում եմ ձեզ ներկայացնել հետաքրքիր կլինիկական դեպք։ Մեր պացիենտը գտնվում է ակտիվ վերարտադրողական տարիքում եւ նրա մոտ արգանդի խոռոչից կատարված փայփլ բիոպսիայի արդյունքում ախտորոշվել է էնդոմետրիումի ատիպիկ գերաճ։ Ըստ սոնոգրաֆիկ հետազոտության հիվանդի մոտ առկա է նաեւ բավականին մեծ պոլիպ։ Քանի որ 30-40% դեպքերում էնդոմետրիումի ատիպիկ գերաճը վերափոխվում է արգանդի ինվազիվ քաղցկեղի, սակայն մեր պացիենտը ունի ցանկություն պլանավորել հղիություն, ապա մենք ամեն գնով պետք է պահպանենք նրա արգանդը։ Այժմ գնանք վիրահատարան եւ կատարենք հիստերոռեզեկտոսկոպիա։ Հիստերոռեզեկտոսկոպիան կատարվում է ինչպես ներերակային սեդացիայի, այնպես էլ ողնուղեղային անզգայացման պայմաններում։ Այսօր այն մենք կկատարենք ողնուղեղային անզգայացման պայմաններում։ Հիստերոսկոպիայի ժամանակ հայտնաբերվեց արգանդի խոռոչի մոտ 2 սանտիմետր տրամագծով պոլիպ։ Մենք բարեհաջող հեռացրեցինք պոլիպը, կատարեցինք նրա հիմքի այրում, ինչպես նաև արգանդի խոռոչի մյուս հատվածներից վերցրեցինք բիոպսիաներ։ Բնականաբար այդ պրեպարատները կուղարկվեն լրացուցիչ հիստոլոգիական քննության համար։ Եթե պատասխանը մեզ գոհացնի, այսինքն այնտեղ մենք չունենանք էնդոմետրիումի ինվազիվ քաղցկեղ, ապա հիվանդին կնշանակենք գեստագենային թերապիա եւ նա 1 տարվա կտրվածքով կլինի դինամիկ հսկողության մեջ։ 3 ամիսը 1 ժամանակահատվածով կկատարենք ախտորոշիչ հիստերոսկոպիա եւ էնդոմետրիումից բիոպսիա եւ դրական դինամիկայի պարագայում մեր պացիենտը 1 տարուց կարող է պլանավորել հղիություն։ Եթե ուզում եք տեսնել նմանատիպ հետաքրքիր կլինիկական դեպքեր, ապա բաժանորդագրվեք իմ Instagram-յան եւ Facebook-յան էջերին, հղեք ձեր հարցերը եւ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։